Գավառ քաղաքի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցն արդեն 4-րդ տարին է հյուրընկալում Գրիշա Ափրոյանին նվիրված բասկետբոլի հուշամրցաշարը։ Մարզական իրադարձությունը մեկնարկում է բացման հանդիսավոր արարողությամբ։ Այս տարի հուշամրցաշարին մասնակցում են Գավառի համար 3 հիմնական դպրոցի եւ մարզադպրոցի, Սևանի, Մարտունու, Վերին-Գետաշենի եւ Չարենցավանի թիմերը։ Ներկայացվում են Գրիշա Ափրոյանի ընտանիքի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ իրականացվող հուշամրցաշարի պատմությունն ու անցկացման կարգը, որից հետո թիմերը պատրաստվում են հանդիպումներին։ Անցյալ տարի ունեինք հիմնականում միջազգային բնույթ էր կրում, որովհետև հրավիրել էինք Մոսկվայի թիմին, Թբիլիսի թիմին, Արթիկին, որպես հանրապետության չեմպիոն եւ Գավառի թիմին։ Այս տարի կազմակերպիչները իրենց ցանկությունով մտածեցին, որ ավելի լավ է սպորտը, բասկետբոլը զարգացնենք մեր մարզում։ Դրա համար մենք անդրադարձել ենք մեր մարզը։ Երրորդյա հուշամրցաշարը բացվում է Գավառի մարզադպրոցի եւ Վերին-Գետաշենի թիմերի հանդիպմամբ։ Թիմերը մրցաշարին նախապատրաստվել են պատասխանատվորեն եւ հաղթողի կոչումը նվաճելու պատրաստակամությամբ, նշում են մրցավարն ու մարզիչները։ Սրանով է պայմանավորված երիտասարդ բասկետբոլիստների խաղի դիտարժանությունը։ Յուրաքանչյուր տարի մարզական այս միջոցառումն առանձնանում է որոշակի ուղղվածությամբ, սակայն հիմնական նպատակը մնում է բասկետբոլի զարգացումն ու տարածումը մարզասերների շրջանում։ Անց է կացվում շրջանային եղանակով, 2 խմբով, շատ լավ անցնում են մրցումները, ցավոք սրտի բասկետբոլը մեր մարզում մակարդակը ցածր է, եթե համատենք, օրինակ թե անցյալ տարվա հետ, բայց մենք հույս ունենք, որ այս մրցումները նպաստելու են նրան, որ մեր մարզում նույնպես բասկետբոլը զարգանա, որովհետև մենք հիշում ենք ինչ լավ ավանդույթներ կար բասկետբոլի, Մարտունիում, Սևանում, Քյավառում, մենք Քյավառում խաղում էինք բարձրագույն խումբ բասկետբոլի։ Այս մրցաշարը մի յուրահատուկ ավանդույթ է դարձել մեր Գավառի սպորտ սիրողների համար, որ տարին մի անգամ կազմակերպում է նման խոշոր միջոցառում, 4-րդ տարին է, մասնակցում ենք այս միջոցառմանը, բավականին լավ արդյունքներ են գրանցել։ Այս տիպի միջոցառումները իր դրական ազդեցությունն են ունենում մարզի բնակչության, հասարակության, նամանավանդ երեխաների համար։ Տարեց տարի ավելանում են սպորտ սիրողներն ավելի, մենք էլ փորձում ենք զարգացնենք բասկետբոլը Գավառ համայնքում։ Մեծ սիրով մասնակցում ենք միշտ Գավառ քաղաքի իրավերքներին, իսկ առաջի անգամ մասնակցում ենք այսօրվա մրցաշարին։ Մարզաձևին նպաստում են նմանատիպ մրցաշարերը, ասեմ մասսայականացնում է նախ, երեխաները սկսում են ավելի սիրել, ավելի տեղեկացված լինել, թե բասկետբոլը ինչ է իրենից ներկայացնում եւ այդ հիմք հանդիսանալով նրանք ցանկություն են ունենում շարունակել, պայքարել եւ պարապել։ Գրիշա Ափրոյանի հիշատակին նվիրված մրցաշարն այս տարի առանձնանում է նաև աղջիկների մասնակցությամբ։ Բասկետբոլի նկատմամբ նրանց հետաքրքրությունը դուրս է գալիս սիրողական մարզումների շրջանակից եւ հնարավորություն տալիս իրենց կարողությունները դրսեւորելու մարզական տարբեր միջոցառումների մասնակցությամբ։ Ինքը դժվար խաղ էր, բայց մենք խաղացինք որպես թիմ եւ ամեն ինչ ստացվեց։ Ես 6 ամիս արդեն խաղում եմ, կամ 8 ամիս, բայց էսի իմ 9-րդ խաղն է, բայց ես հայերի հետ երբեք չեմ խաղացել, էդ էր նոր իմ համար։ Առաջին անգամ եմ նման մրցույթների մասնակցում, շատ էմոցիաներ ունեցանք, շատ հավես էր, մենք մեր թիմով մեզ լավագույնը դրսևորեցինք, մյուս խումբը էլի շատ լավ էր խաղում, բայց մենք դեռ շատ սովորելու տեղ ունենք այս ասպարեզում, կսովորենք, էլի կգանք ու հաղթանակներով կվերադառնանք տուն։ Երրորդյա հուշամրցաշարն ամփոփվում է պարգևատրումների հանդիսավոր արարողությամբ։ Չարենցավանի մարզադպրոցի թիմը մրցաշարի առաջին տեղն է նվաճում, երկրորդ տեղում Գավառի մարզադպրոցի թիմն է, Մարտունու թիմը գրավում է 3-րդ տեղը։ Մեդալներն ու գավաթները հանձնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գեգամ Չարվադարյանը եւ Ափրոյան ընտանիքի բարեկամ հուշամրցաշարին իր աջակցությունը ցուցաբերած Գեգամ Սիրունյանը։
Հաղթող թիմերից բացի պարգևատրվում են նաև 6 թիմերից յուրաքանչյուրի 2 լավագույն խաղացողները։